Քննարկում ենք հարց համար 27-ը Վարչաֆեստ 2026 երիտասարդական երաժշտական մրցույթ փառատոնի վերաբերյալ զեկուցող կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան։ Համեցեք տիկին Անդրեասյան։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, կառավարության քաղաքականության առաջնահերթություններից է մշակույթի եւ մշակութային կյանքի ապակենտրոնացումը, ինչպես նաեւ բոլոր հնարավոր գործիքակազմերով ստեղծագործականության խթանումը եւ Վարչաֆեստ 2026 երիտասարդական երաժշտական մրցույթ փառատոնը, որը նախատեսվում է դարձնել ամենամյա, ունի հենց այդ առաքելությունը նպաստել մեր երիտասարդների ստեղծագործականության բացահայտմանը եւ տաղանդի դրսեւորմանը, ինչպես նաեւ նպաստել զբոսաշրջության, մշակութային կյանքի զարգացմանը, կազմակերպելով Սևանա լճի ափին այս երաժշտական մրցույթ փառատոնը։ Այս տարի մրցույթ փառատոնը նախատեսում ենք անցկացնել օգոստոսի 21-ից 22-ը, ինչպես արդեն նշեցի, Սևանա լճի ափին նախատեսում է, որ կօգտագործվի նույն տարածքը, որը օգտագործում է նաև Սևան Ստարտափ Սամիթի շրջանակներում, քանի որ այստեղ արդեն իսկ առկա են որոշակի ենթակառուցվածքներ եւ տարածքը հարմարեցված է մեծ ծավալի միջոցառումների կազմակերպման համար։ Կարևոր է, որ նախատեսել ենք այնպիսի տեխնիկական լուծումներ, որոնք կապահովեն թե որակյալ հնչողություն եւ թե նաեւ շատ մեծ դիտողականություն եւ վստահ ենք, որ այս ուրեմն մրցույթ փառատոնի անցկացումը կկարողանա ամենամյա ավանդական մի իրադարձություն ձևավորել, որը մեր մշակութային կյանքի եւ երիտասարդական նաեւ կյանքի անբաժանելի մասը կդառնա։ Պետք է ասեմ, որ նախապատրաստական աշխատանքները արդեն իսկ սկսված են։ Մրցույթ փառատոնի շրջանակներում հայտ է ներկայացվել շուրջ 100 բենդ եւ պետք է ասեմ, որ աշխարհագրությունը ներառում է Հայաստանի բոլոր մարզերը, Երևանը, ունենք նաև հայտեր Կանադայից եւ Ավստրիայից։ Մասնակիցների ընտրությունը կկատարվի պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից եւ մենք կունենանք 2 փուլով ընտրություն միջև վերջնական փառատոնը։ Առաջին փուլում, որը արդեն իսկ ընթացքի մեջ է եւ նախատեսում է, որ վաղը կամփոփենք, մասնակիցները ընտրվում են առցանց ուղարկված տեսաձայնագրությունների հիման վրա։ Երկրորդ փուլը անցած 50 բենդերի լսումները կանցկացվեն մարզերում եւ Երևանում, նախատեսում ենք դա իրականացնել օգոստոսի 5-ից 11-ը, 11-ին կամփոփվեն արդեն եւ միջև 20 բենդներ, որոնք կլինեն այս երկու ուրեմն փուլերի արդյունքում լավագույն գնահատվածները, կունենան հնարավորություն մասնակցելու օգոստոսի 21-ից 22-ը նախատեսվող վերջնական մրցույթ փառատոնին եւ իհարկե ձևաչափը մեծ հնարավորություն է տալիս, որպեսզի նաեւ վրանային ճամբար գործի եւ սա կնպաստի, որպեսզի մասնակիցները նախապես ժամանեն ինչպես իրենց փորձերը իրականացնելու, այնպես էլ միմյանց հարաբերություններ ձևավորելու, գուցե նաև նոր գաղափարներ եւ ստեղծագործական ծրագրեր քննարկելու։ Բնականաբար ամբողջ տարածքը բաց է լինելու քաղաքացիների համար եւ մենք նախատեսում ենք, որ նաև 30 տաղավարներ կունենանք, որտեղ կներկայացվի մարզի տնտեսվարողների արտադրանքը, սա կնպաստի նաև, որպեսզի փառատոնը ունենա զգալի տնտեսական ազդեցություն տարածաշրջանի զարգացման համար, ինչպես նաև զբոսաշրջության տեսանկյունից նախատեսում ենք, որ ավելի քան 3000 մարդ կայցելի այս փառատոնին եւ դա հնարավորություն կտա նաեւ Սևանա լճի ափին ունենալ ուրեմն նոր իրադարձություն, որը տարածաշրջանի զարգացման համար էլ լավ հարթակ կլինի։ Արդեն նշեցի, որ ամենամյա ենք նախատեսում լինի, վերջնական հաղթողները կընտրվեն ինչպես պրոֆեսիոնալ ժյուրիի, այնպես էլ ներկա հանդիսականների քվեարկության միջոցով։ Մրցանակային ֆոնդ ունենք, որը կազմում է 10 միլիոն դրամ, գլխավոր մրցանակի առաջին, երկրորդ, երրորդ տեղերի համար նախատեսված եւ բնականաբար արված է ամբողջ նախապատրաստական աշխատանքը, որպեսզի փառատոնը պատշաճ կազմակերպենք։ Խնդրում եմ հաստատել։ Շնորհակալ եմ տիկին Անդրեասյան։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար